ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի սկսած համախմբման գործընթացն ինչ փուլում է։ Արդյոք Կարապետյանի հետ հանդիպել են Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Առնվազն կոնտակտ կա, առնվազն շփում կա։ Հիմա հանդիպել են դեմարդեմ թե հեռախոսով թե ոնց, դա այս բարձր մասին կարծում շատ կարևոր չի։ Հայաստան դաշինքի երկրորդ համարը Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի առաջնորդների հանդիպումների մասին շատ փակագծեր չբացեց։ Ընդհանրապես նորից կարող վերահաստատել, որ ընդդիմադիր քաղաքական միավորների միջև տարբեր ձևաչափերով բավականին ինտենսիվ քննարկումներ տեղի ունենում։ Քանի որ այդ բանակցությունները, քննարկումները շարունակվում են, եկեք դետալների մեջ չմտնեմ։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Գործարար Կարապետյանը ընտրություններից 10 օր անց հայտարարեց ընդդիմադիրներին համախմբելու իր նախաձեռնության մասին։ Երեկ էլ Սահմանադրական դատարանի մոտ Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասաց, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակվում են, առաջիկայում հանդիպում է սպասվում։ Տեղի ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այդ ռազմավարությունը, որ հետագան պետք է ունենան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը Ազատության հետ զրույցում հաստատեց, Ուժեղ Հայաստան, Հայաստան ու Բարգավաճ Հայաստան բանակցություններից բացի այլ ուժերի հետ էլ քննարկումներ կան։ Հակառակ պարագայում օրինակ Հայ ազգային կոնգրեսի հանդիպակաց հայտարարությունը չէր ծնվի։ Ըստ Սուրենյանցի առաջին դեմքերի մակարդակով առայժմ հանդիպում չի եղել։ Ծառուկյանի թիմակցի կարծիքով, թե առաջին դեմքերի հանդիպումների, թե քննարկումների արդյունքների մասին հրապարակային հայտարարություններ կլինեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Միջև որոշում չլինի եւ հստակորեն պարզ չլինի ազգային ժողովի պատկերը եւ պարզ չլինի վերջո նաեւ կուսակցությունները մանդատ վերցնում են, չեն վերցնում, մի շարք նման հարցեր, կարծում եմ այդ կոնսոլիդացիայի հարցում ինստիտուցիոնալ նորություն չենք ունենալու։ Անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ, օրինակ Էդմոն Մարուքյանի, Լուսավոր Հայաստանի ու Արման Թաթոյանի առաջնորդած միասնության թևերի հետ քննարկումներ կան, թե Իշխան Սաղաթելյանը, թե Նարեկ Կարապետյանն այս փուլում անուններ չեն նշում։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդն ասաց, հանդիպման ու քննարկման առաջարկ չի ստացել։ Կանդիդացիայի շանսը եղել է ընտրություններից առաջ, նման հնարավորություն շանս ունեցել է հենց Սամվել Կարապետյանը, սակայն այդ շանսը չի օգտագործվել։ Դրանից հետո պետք է նոր օրակարգ քննարկվի, հասկանալ թե այդ օրակարգը որն է, երբ որ այդ օրակարգը առաջ կբերեն, կոնկրետ հարց կբարձրացվի, կոնկրետ քննարկում կլինի, մենք մեր դիրքորոշումը կասենք։ Թե հետընտրական փուլում ինչքանով հաջողություն կլինի, ըստ Մարուքյանի կախված է համախմբված ընդդիմության օրակարգից ու իշխանափոխության նրանց պատկերացրած քայլերից։